Շնորհակալություն, բան վարչապետ ճիշտ եք հասկանում, որով Արցախ անունը տվեց, դա համարվելու է Հայաստանի վարած արտաքին քաղաքականության դեմ քաղաքականություն, խոսքի օրինակ ասի տատս պապս Արցախից են եղել եւ ինչ-որ ասենք գործից ազատվել են ու ինչ-որ ճնշումների եք ընդրափվելու եւ այնքան շատ գովազդված 300 դպրոցի 500 մանկաբարձի թեման Ֆակտոր TV-ի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից տվյալներ են տրամադրել, ըստ որով 300 դպրոցներից հիմնավորվել կամ վերանորոգվել ավելի քան 100, իսկ 500 մանկապարտեզներից ու նախասրահներից ընդգրկում է 250-ը, սա հնգամյա ծրագրի շրջանակներում էր 21-26 թվականներին, հասցնելու եք մինչև խորհրդարանական ընտրություններ ֆինանսացը կառուցել թե ոչ, եւ արդյոք չի ստացվում, որ այս ծրագրը տապալվել է եւ մեկ հարցը դուք մի առիթով պատմել եք ինչպես եք բարոյական իրավունք վերցրել, որ 300-ից ձեզ նկատել են, վերցրել են, ասել են վերցրեք գնացեք, սա ձեր խոսքերն է։ Ֆակտոր TV-ն այս ընթացքում փորձել է իրավապահ համակարգի հետ գրավության հարցումների միջոցով բացել, թե ձեզ հայտարարությունների ինչ իրավական գնահատականի արժանացել եւ որևէ գործընթաց ձեր հայտարարությունից հետո, որ եղել է դատախազի եւ մյուս իրավապահ համակարգի ներկայացուցիչների մոտ առած չի արժանացել, այսինքն գիտենք, որ բազմաթիվ քաղաքացիներ քրեական հետապնդումների են ենթարկվում ոչ օրինական ճանապարհով դատական իրավունքներ ձեռք բերելու համար։ Շատ լավ իրավապահները պետք է գործեն, եթե հայտարարության մեջ կա արձագանքելու առիթ, թող արձագանքեն։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, ուրեմն ես շատ հստակ ասացի, որ պետության մեջ չի կարող լինել երկու արտաքին քաղաքականություն։ Մարդիկ կարող են ասել Արցախից եմ, Վանից եմ, Մուշից եմ, Մոսկվայից եմ, Բերլինից եմ, չգիտեմ էլ որտեղ Մինվոդիից եմ, դա ինչ կապ ունի իմ ասած թեմայի հետ։ Մարդը ինչ ուզում է կարա ասի։ Խոսքը պետական պաշտոնյայի եւ դերաբաշխման մասին է եւ քաղաքական գնահատականի մասին։ Հիմա ես ասում եմ, եկեղեցու խորանից ասում են Արցախի հանրապետություն, օրհնի Արցախի հանրապետությունը։ Եվ այստեղ ես ոչ թե իրավական գնահատական եմ տալիս, այլ քաղաքական։ Ասում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը Հայաստանի հանրապետությունում։ Եվ սա ասում եմ նաև ուրիշ տեսակետից։ Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցու պատարագում 40-ից ավել անգամ խաղաղություն բառը օգտագործում են, 40-ից անգամ, ավել անգամ։ Ընդ որում 4 թե 5 անգամ ընդգծելով Տեր Աստված տուր աշխարհին խաղաղություն, Տեր Աստված տուր աշխարհին խաղաղություն։ Եվ սա նաև այստեղ հոգևոր ծառայության բնույթի մասին է։ Եվ սա եւս մեկ օրինակ է, որ այդ մարդիկ հոգևոր ծառայության հետ ընդհանրապես կապ չունեն։ Լսեք, ոչ դրա համար չի։ Արարողակարգային նվեր տալ Արցախյան հիմնախնդիր թեմայով դա սադրանք է, քաղաքական սադրանք է։ Չի կարող այդպիսի բան լինել։ Այսինքն նվեր տալու բան կա, մենք չենք կարում նվեր տանք, վախենում ենք նվեր տանք բանի ուրիշ պաշտոնյայի միջոցով պետք է նվեր տանք։ Լսեք, կա պետություն, արարողակարգ, հասկանում եք, ելի եմ ասում, հերիքա մենք մեր երկրին վերաբերում ենք որպես ինքնագործունեության խմբակի։ Ես չեմ կարա տենց բան թույլ տամ, որովհետև պետության թիվ 1 պատասխանատուն եմ։ Ինչ վերաբերվում է 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրին, մենք ասել ենք 2026 թվականին, եւ մենք համոզված եմ, որ կհասցնենք, ենթադրենք արդյունքում լինի, որ կառուցեցինք, որովհետև ընթացքի մեջ 350-ից ավել դպրոց է։ Ենթադրենք արդյունքում 2026 թվականի դեկտեմբերի 31-ին պարզվի, որ պատրաստի դպրոցների թիվը 315 է կամ 298, դրանից ի՞նչ է փոխվում։ Շատ լավ, կապրենք կտեսնենք։ Այսինքն դուք շատ շնորհակալություն կոմպլիմենտի համար, դուք արձանագրեցիք, որ անհրաժեշտ է, որ ես շարունակեմ մնալ վարչապետ, որպեսզի Հայաստանում դպրոցներ կառուցվեն եւ ոչ թե դպրոցներ քանդվեն։ Շնորհակալ եմ։